Կրկին փակվեց, նորից բացեցին։ Այո, կարողանում եմ, նախ բարև ձեզ։ Դուք եկել եք պատարագին մասնակցելու, դուք սա համարում եք ըստ կարգի տրվող պատարագ, որովհետև Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել եւ նրանք նշում են, որ եթե այս կարգով մատուցվի, ըստ էության եկեղեցին զավթված է։ Նախ բարև ձեզ։ Ուզում եմ որպես նաև ծնող կորցրած մարդ այսօր մաղթել անմեղ զոհերի հիշատակն ենք հիշատակում։ Եկեղեցին բնավ զավթված չէ։ Ես չգիտեմ, թե ինչի է նման տեղեկություններ այսպես շրջանառվում։ Մենք ամեն տարվա պես գալիս ենք եկեղեցի, մեր տուրքն ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին, իդեմս նաև իմ հայրիկի եւ այցելում մեր շիրիմներին։ Ես 15 տարվա լրագրող եմ, առաջին անգամ եմ այսպիսի բան տեսնում, երբ այսքան ոստիկանական ուժերով շրջափակված են գալիս երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու։ Մի հատ խնդրում եմ հետ նայեք, մի պահ նայեք, քանի ոստիկան է կանգնած ձեր թիկունքի։ Նախ ինձ շատ ուշադիր պիտի դուք բոլորդ նայեք, ես միշտ շրջել եմ կակրաս թիկնապաներով, այսօր ցանկացած ոստիկան, բնականաբար ցանկացած տարի, երբ այցելել են Շիրակի մարզ բոլոր ղեկավարները, միշտ իրենց հետ կարծեմ տեսած կլինեք դուք որպես շատ երկար տարի։ Այսինքն մի վայրկյան դուք ուզում եք, ես Գյումրեցի եմ, առավել ևս ձեզ եմ լավ ճանաչում։ Ճանաչում եմ նաև ձեր ծնողներին։ Հիմա տեսեք, նախ երբ ես եմ խոսում, ինձ չի կարելի ընդհատել։ Եվ ուշադիր ինձ նայեք, ես այն անձը չեմ, ով ենթարկվում է սադրանքների, ով ում կարող եք հոգեպես այնպիսի հարցեր տալ, որովհետև պարզապես ընթացքում գուցե ճշտող հարց է առաջանում եւ դարձեք դուք ասում եք խնդրեմ ճշտող հարցերին բոլորին կպատասխանեմ։ Երբևէ տեսել եք օրինակ հենց այսօր դեկտեմբերի 7-ին ձեր ասելով որ թեկուզ երկրի ղեկավարներ են գալիս ուժեղացված ծառայություններ մի փոքր որ խնդրեմ լրություն, հա, որտեղ լրագրողը հարց է տալիս ու ես չեմ լսում ինչ է ասում։ Ուժեղացված ծառայություններ լինում ասում եք նախկինում էլ, հա։ Այո։ Կիսում ենք օրինակ։ Դուք որպես լրագրողներ, կներեք որ հարցին հարցով եմ պատասխանում եւ ձեզ ընդհատում եմ, դուք որպես լրագրողներ երբևէ անգամ չեք տեսել, որ եթե որևէ պաշտոնատար անձ է գալիս, այսքան ոստիկանական Փաշինյանի դեպքում տեսել շնորհակալությունի դեպք ոստիկանական բոլոր ծառայությունների, նաև ազգային անվտանգության ծառայությանը նման կերպ համենայն դեպս ես իրավապահ բոլոր մարմինների շատ լավ ճանաչում եմ։ Ինչ կարևոր է այսօրվա օրով իմ զբաղեցրած պաշտոնը հարգելիս։ Իսկ դուք չեք տեսնում, չեք տարբերում, ասենք լրագրողներ եք, Անի ջան, չեք տարբերում։ Ոստիկաններին ազգային անվտանգության ծառայողները հիմնականում քաղաքացիական հագուստով են։ Քաղաքացիական հագուստով են այստեղ աշխատակիցները։ Ցանկացած ծառայություն նաև որպես չակերտների մեջ ասած որոշդ պրոֆեսիոնալ լրագրողներ պիտի համենայն դեպս գիտենայիք, որ այո կան ծառայություններ, որտեղ պատշաճ կա հագուկապ եւ չկա այս պահին համենայն դեպս համազգեստ, ձեր այնքան սպասված ազգային անվտանգության համազգեստը։ Հիշատակեցիք նրանց մասին, մեզ համար սպասված։ Ոչ դուք, ոչ ես չհիշատակեցի, ես շնորհակալություն հայտնեցի բոլոր ուժային կառույցներին, որոնք այսօր ոչ միայն դուք կապում եք համենայն դեպս ղեկավարության այցի հետ կապված, ես ձեզ նշում եմ, որ ցանկացած տարի շատ ավելի կներեք այսպես ավելի ժողովրդական բառից համար բեթար է եղել
քան հիմա։ Այդ բեթարին եմ ուզում գալել, իմ հարցը դրան էր գնում։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու, ինչպես նշեցիք, որ լրագրողը մի հետաքրքիր բառ ուղարկեց, ասեց, ինչ ասիք, եկեղեցին ինչ արված, զավթված, ինչ հոգևորականները ասում են, եթե այս կարգով թեմը, Շիրակի թեմի հոգևորականները այդպիսի հայտարարություն են տարածել։ Ասել են, եթե կարգը չի պահպանվում, նշանակում է, որ ինքնուրույն արդեն Ձևանոցից բացելու համար ես մի փոքր վատառող չեմ։ Փոքր վերև կպայեք, որ ձեր դեմքը երևա է։ Ոչ խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ ձեր կնամեծարության համար։ Անի ջան, ձեր հարցը ընդհատվեց մի քանի անգամ, ձերը նույնպես ներողություն եմ խնդրեմ, պատրաստ եմ բոլոր հարցերին։ Հիմա ասում եմ Շիրակի թեմի հոգևորականները այս պահին զավթված են, քիչ առաջ էլ զրուցում ենք, զավթված են համարում եկեղեցին, եւ նաեւ պատարակն էլ սահմանված կարգով չէ, այդպես իրենք են հայտարարություն տարածել։ Հիմա դուք մասնակցելու եք ոչ սահմանված կարգով պատարակի եւ Հիմա տեսեք, ես մի փոքր այս օրով չէի ուզում բացել փակագծեր, ինչ է նշանակում զավթված է եկեղեցին, ժողովուրդ։ Եկեղեցին զավթված էր, գիտեք, երբ պահվում էր Վարդան Ղուկասյանի տղան հանցագործություն կատարած։ Ես չէի ուզում այս թեման անդրադառնալ, բայց եթե հարցնում եք, պարզ ասեմ, թող բոլոր ներկաները իմանան եւ Վովա Գասպարյանը իրեն հերոստատեսությամբ էլի պիտի ասեմ ոչ հարիշ բառից համար կներեք, ճղում էր, թե ոչ մեկ ապահովագրված չէ, ոչ ոք լավը չէ, բոլորը պատասխանատու են Հայաստանի Հանրապետության օրենքի առաջ եւ հայտարարել էր հետախուզում։ Եվ շատ լավ իմանալով, որ Վարդան Ղուկասյանի այդ իսկ պահին հանցագործություն կատարած տղան պահվում էր որտեղ, բնականաբար այս ձեր իսկ նշված բառապաշարից դուրս եկած զավթված եկեղեցում։ Եվ ես այն մարդն եմ, ում տանը այնքան պաշտոնյաներ են եկել եւ այդ ժամանակ ամենալուրջ պաշտոնյան, որը իմ տանն էր, այսինքն ես ունենալով մայր, ով բավականին ճանաչված բուժաշխատող է, եկել էր վատառող չէր, իր չափաբաժին նշանակումը մեր տանը ներարկվելու, բնականաբար։ Եվ մարդը շատ նորմալ ասեց, որ շատ շտապում եմ։ Հարցրեցինք ինչի, ասեց, որովհետև ուտելիք պիտի տանեմ եկեղեցի, նույն այդ Վարդան Ղուկասյանի տղային, որը պահվում էր այդ ժամանակ։ Այդ անձեն անձներ, ով մի քանի ժամանակ հետո նշանակվեց մարզային ոստիկանության պետ եւ ում տղան ՀԿՑ-ի հայտնի գումարների գործով տղան էր։ Բավարարված եք։ Անուն ազգանունը թողեք, որ ես պահեմ գախնի, բոլորը շատ լավ հասկացան։ Ում տղան է եւ ինչ էր արվում։ Հիմա եկեղեցին զավթված չէ, ես եկեղեցու զանգերը լինելով հանդերձ նաեւ զինվորականի ընտանիքի անդամ, եկեղեցու ամբողջ պատերազմի ընթացքում նաև իդեպ եղել եմ ամբողջ բլոկադայում Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղում եմ եղել։ Արցախ բառը ինչ եք վախենում ասել, ասեք, հանգիստ ասեք։ Բացարձակ չեմ վախենում, ուզում եք մի քանի անգամ ասեմ, Արցախ, ու հետո ուրիշ։ Ցավ չեք զգում։ Ցավ։ Ես ցավ գիտեք երբ եմ զգում։ Երբ դուք լուսաբանում եք եւ շատ չօգտագործեմ այդ բառը, տգեղ բառը չօգտագործեմ, որ լուսաբանում եք այնպիսի բաներ, գիտեք ինչ ժողովուրդ ջան, ցանկացած ենք, հիմա ձեզել ենք լուսաբանում։ Այո, ես շատ լավ գիտեմ։ Հիմա տեսեք, դրա համար եմ ասում, որ ցանկացած մարդ պիտի ապրի, աշխատի ու արարի այնպես առավել եւս իր սեփական մարզում ու քաղաքում, այնպես որ հետո դրա համար չհամաչի։ Աշխատել եմ նախկին իշխանությունների ժամանակ, աշխատում եմ հիմա, աշխատել եմ նաեւ հետո։ Ձեզ տևական ժամանակ է լսում է, որ դուք ասում եք, որ աշխատել եք, աշխատում եք, ցանկացած իշխանություններ ձեր տուն եկել գնացել։ Տիկին բարև ձեզ, խնդրում եմ մի փոքր լռություն, որովհետև խոսում եմ։
Չեն խոսում, աղմկում են։ Դուք ասացիք ձեզ թողնում են, բայց հիմա իրենց չեն թողնում։ Գուցե միասին հետաքրքրվեք։ Հարցը հենց դա մասին է, հա, որ ասում եք նախկինում էլ էր այսօր երբ գալիս եք մասնակցում եք պատահականին, բանի երբևէ ականատես եղել եք, որ քաղաքացիներին կանգնեցնեն, եւ ցանկալի որ գյումրեցին ասեն առաջին անգամ են տեսնում, եւ ստիպված են վերջ կանգնելու համար գնալ մեկ այլ եկեղեցի։ Սա ձեզ համար Երևում է ուղղակի եթեր է, ուղղակի եթեր տեսնում է։ Մարդիկ գնում են, գնացեք, տիկին, խնդրում եմ եկեք անցեք, որից մարդիկ եկեղեցու Շիրակի մարզի, հիմա տեսեք, Շիրակի մարզի 7 վերք եկեղեցու դռները երբևէ անգամ, որևէ անգամ չի փակվել, բայց ես ունեմ ձեզ հարց, անպայման երևի թե կհասցնեք Աջապահյանին, եթե զինվորականը պատերազմի ընթացքում տեսնում է երազ, գալիս է, Աջապահյանին հանդիպում է այստեղ ու հարց տալիս, թե բնականաբար ես չեմ այդ բառը երբևէ օգտագործել իր անձի համար, որովհետև ես միշտ ասել եմ, որ ինքս սքեմավոր, պարզապես հանցագործ է։ Եվ ես այն մարդն եմ, ով այնքան ինֆորմացիա ունի ցանկացած տեղից։ Ես այդպիսի կառույց չկա, որ ինֆորմացիա չունենամ այդ կառույցի, առավել պատրաստվում եմ։ Համենայն դեպս պատրաստվում եմ, եթե եկեղեցին պահում է հանցագործ անձի, եկեղեցին նրան Ավետիսյանների հայտնի դեպքը հիշում եք, ցավում ենք բոլորս, Ավետիսյանների հայտնի դեպքը հիշում եք ժողովուրդ, եւ այդ ժամանակ Այստեղ նորից հետ է առաջացել, բայց դուք ոստիկան եք, անձրևանոցը քաղաքացու պահել եք, եթե ոստիկանները կոչված են նաեւ անձրևանոց պահելու համար, եկեք խնդրում եմ, մենք էլ ենք անձրևի տակ, բազմաթիվ այլ քաղաքացիներ անձրևի տակ են, ոստիկանությունը եթե անձրևանոց պահելու համար է, մեր համար էլ պահեք էլի։ մի վարքան որ խնդրեմ, այստեղ չես կանգնի։ Ոստիկանը իրավասուչի է սպահին որևէ հարց։ Բայց ինձ մի ուղղորդեք, մի կպեք ինձ։ Մենք ձեզ հետ զրուցել ավարտել ենք, մենք ձեզ հետ զրուցել ավարտել ենք, մենք զրույցը ձեզ հետ ավարտել ենք։ Ոստիկանին ես ինքս խնդրեցի, որ վատառող չեմ, պայուսակս հարմար չէ, որ խնդրեմ անձրևանոցից չեք պահի։ Լիլիթ Հովհաննիսյան։ Դուք որտեղ եք աշխատում։ Այստեղ երեխաներ կային, բազմաթիվ երեխան, այսինքն ձեզ համար քաղաքացիական պայմանագրի անդամներն են անձրևանոց պահում եւ ոստիկանները։ Դուք տեսնում եք, թե ինչպիսի վերաբերմունք է ոստիկանների նկատմամբ, այս մարդիկ անձրևանոց պահելու համար չեն ախր, չէ։ Ապրիկ։ Ճանապարհ բացեք Նշեմ, որ փաստորեն ոստիկանները եւս այստեղ անելանելի իրավիճակում են, իրենց գործառույթից դուրս ինչ ասես, որ չեն անում։